Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Այսօրվա բարի լույսը փաստորեն միակողմանի ստացվեց, հարգելի Լուսինե։ Արի փորձենք այս խոսափողով։ Պատահում է ոչինչ, այդպես էլ է պատահում։ Խոսափողները մեզանից օգնում, բայց կարևորը մենք չենք օգնել խոսափողից։ Բարի լույս բոլորին, մինչ Լուսինեն շարունակում է մենամարտել խոսափողների հետ։ Ահա, վերջապես իմ Վերջապես բարի լույս հարգելի ռադիո։ Ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե վաղ առավոտից մաղթում միայն հաճելի ու ջերմ տրամադրություն։ Ասում այսքանից հետո ինչ հաճելի տրամադրություն։ Դե ոչինչ, հիմա այդպես էլ է լինում։ Կարևորը մարդիկ իրենց լավ պահեն։ Ամբողջ մեղքը գցենք խոսափողի վրա, ինչպես ասում։ Դե հա, տեխնիկան է, չէ՞ միշտ մեղավոր։ Տեխնիկան է մեղավոր, այլ ոչ մենք։ Կարևորը մարդիկ չեն խափանվում։ Խափանվում են իրականում, այո։ Ինչ ես կարծում, մարդիկ խափանվում են։ Այո, շատ։ Արի մենք չխափանվենք, որովհետև մենք դեռ աշխատելու ենք ժամ ու կես եւ պետք է պահպանենք լավ տրամադրությունը եւ օգնենք, խնդրենք ռադիոլսողներին եւս միանան մեզ։ Անպայման միացեք, այսօր առանձնահատուկ ակտիվ եղեք, որովհետեւ հետաքրքիր հարց ենք տալու ձեզ եւ ակնկալում ենք, որ ակտիվ կլինեք ու նաեւ անկեղծ։ Սարանցյարի հոգիս դատարկ ու խավար ախին յարը չկա կողքի սիրտս կուլա առանցյար մի թող աչքս ճամփից արի մի թող աչքս ջուր դառնա իմ նարմանը քո աչքերն են քո աչքերն ինձ դեղ ու ջար քո աչքերն ինձ դեղ ու ջար գարուն եք սիրտս լցվել քունս փախե սիրուն ջան սերեմ գտել քաղքի միջին թառա յար սիրուն յար ջան գարուն եք սիրտս լցվել քունս փախե սիրուն ջան սերեմ գտել քաղքի միջին թառա յար սիրուն յար ջան Շատ երեքար էլ չեմ թողնելու Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել աղաջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել սիրուն ջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել աղաջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել սիրուն ջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել աղաջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել սիրուն ջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել աղաջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար ջան Գարուն եկել սիրտս լցվել քունս փախել սիրուն ջան Սերեմ գտել գերի միջին թառլան յար սիրուն յար Սուրճ ու սեր առավոտից։
9:35 րոպե։ Արի ասենք բարի լույս կրկին բոլորին։ Փորձենք։ Ուելի չի չէ։ վերջապես։ Վերջապես ստացվեց։ Փորձենք։ Տեսնես ինչ լավ է։ Բարի լույս եւս մեկ Բարի անգամ լույս, հարգելի ռադիո Լուսինե լսողներ։ Մուրադյանն է խոսում։ Ձեզ համար փորձում է խոսել առավոտից։ Երևանը խոսում է եւ Այո, ի վերջը։ վերջո։ Մի քիչ ուշացումներով, բայց ոչինչ։ Եվ իհարկե Հատումներով, Տիգրան հա։ Հարությունյան, ջերմ ողջույններ հարգելի ռադիո լսողներ եւս մեկ անգամ։ Սուրճ ու սեր առավոտից անկախ դժվարություններից եւ տեխնիկական Դե խնդիրներից տեխնիկան էլ կարող է, լույս։ չէ, ի վերջո խափանվել, կարևորը որ ժամանակին կրկին նորոգվեն դրանք։ Նորոգվեն, Այո։ Լսի, բայց ասում են այս ժամանակին տեխնիկան խափվում էր ցրտից։ Հիմա ինչից է խափում։ Նյարդերից, գուցե Հիմա դրանք էլ նյարդերից է նյարդեր ունեն, խափում։ այո, ինչու՞ ոչ։ Իդեպ, ինչ վերաբերում է ցրտին։ Նյարդերին, հայց թված նյարդերին։ Ցուրտ է իրականում -2 է այս պահին Ա։ Երևանում։ Օրվա ընթացքում միջև 4 աստիճան կբարձրանա։ Բայց հաճելի է Սանդրակը։ զբոսնել այս ցրտին, Չէ, շատ գիտես։ շնորհակալ եմ։ Ես ու Լուսինեն գալիս էինք ռադիոտուն եւ Բայց ես մինչև քեզ հասնելս զբոսնել եմ Տիգրան, դու մի մոռացիր այդ։ Հա, բայց դու շորերով էիր զբոսնում։ Ոնց որ- Մենք տեսանք հեծանվորդի, Հա ճիշտ է։ ոտքերը բաց։ Կիսա Կիսանդրավարտիկով։ հա, կիսանդրավարտիկով կարճաթև Եվ տաբատով։ ինքը այնքան զարմացավ, որ մենք իրեն նայեցինք։ Դա շատ երջանիկ Ինքը է։ չէր մրսում, բայց մենք մրսեցինք իր Այ փոխարեն։ իրականում մենք պիտի իրեն նախանձենք, ինչ առույգ է նա եւ առողջություն ունի ի վերջո եւ կարողանում է ի վերջո հեծանի վեր վարում, մի Բա, մոռացիր, բա, մկանները տականում է այս Ինչ պարագայում։ ասեմ, բայց մենք հաստատ այդ Կարող քայլին ես չէինք ասել։ գնա, այս Ո՞ց։ պահին -2-ի պայմաններում ես հաստատ ոտքերս չէի բացի եւ հեծանիվ չէի վարի։ Տիգրան ջան, դու հենց ուզեիր հեծանի վարել այդ հագուստով, հա, վերնահագուստով։ 2 րոպե անց սարցա Սկսենք նրանից, որ հեծանիվ վարել չգիտեմ, լսիր։ դե բա այդտեղից սկսիր Հասկանում Տիգրան ես։ ջան, Մի այո։ խոսքով, տեսնենք ինչ եղանակ է սպասում Հանրապետության տարածքում այսօր դեկտեմբերի 18-ին առանց տեղումների եղանակ է եւ Հանրապետության տարածքում նաեւ մայրաքաղաք Հիմա Երևան։ լավ է, որ առանց տեղումների եղանակ է, որովհետև օդը մաքրվել է, այն հզոր քամուց, դու այստեղ չէիր։ Մե փոթորի, Մե հրաշք։ մե խինդ, մե ուրախություն։ Դարձել տոպրակները բարեին բռնել։ Մեր համենայն դեպս մեր պոլիէթիլենային- բացօթյա պատշգամբներում ամեն ինչ շրջվել էր։ Այո։ Հասկանալի։ Քամին կա հյուսիսային Դե, հա։ 2-ից 5 մետր վարկյանարագությամբ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Հա, հրաշալի է, որ էապես չի փոխվել է օդի ջերմաստիճանը, սա եւս կարևոր է։ Իսկ գիտեք, որ հատկապես ձմռան ամիսներին մեծապես եղանակով է պայմանավորված ճանապարհների վիճակը, դրանք բաց են թե ոչ, ասենք, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դե Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է, եթե այդ հատվածում եք, ապա զգոն եղեք եւ զգույշ եղեք, ուշադիր։ Ստեփան-Զմինդալ-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այո, ես եւս մեկ անգամ հավելեմ, որ ճանապարհային դեպարտամենտից ստացված ըստ տեղեկության ընդհանրապես ժամայինի դրությամբ միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Իսկ Կորեայի ձորի ճանապարհը շարունակում է դեռ փակ մնալ, այնտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչ անում են ձեր համար են անում։ Դա ասել եմ Տիգրան ջան։ Մառախուղի մասին Այո, ասել ես։ ասել եմ, որ ուշադիր լինեն եւ զգոն լինեն։ Հիմա վերադառնանք մայրաքաղաքի Եկանք ճանապարհներին։ Երևան, տեսնենք մեզ մոտ 5 բալ 5 բալ է։ Իդեպ ես այսօր Ուրախանում ենք նկատեցի, որ երբ Տիգրանի հետ գալիս էինք, Տիգրանին էլ ասացի, նայ տրանսպորտը ծանրաբեռնված չէ։ Ըստ երևույթին դա պայմանավորված է նրանով, ենթադրում եմ իհարկե, որ ուսանողները հանգստանում են։ Դպրոցները մասամբ են հանգստանում, ուսանողները հանգստանում։ Օրբելի փողոցն կամ է բոլորը հիվանդ են։ ծանրաբեռն, գուցե եւ այդպես։ Առողջություն Օրբելի եք փողոցն է մաղթում ծանրաբեռնված դեպի Բաղրամյան տանող հատված, այն նեղ հատվածում Ստորգետնյա անցումի մոտ միշտ գալիս Քո ու ցավոտ խցկվում կետը։ են վարորդները, մի խցկվեք, հերթ կանգնեք, ժողովուրդ չի Ոնց որ մենք ենք հերթ կանգնում, Լավ էլի։ մեզնից լավը չեք։ Մենք էլ Այո։ ձեզնից լավը չենք, բայց մենք կանոնները պահում ենք։ Ըստ էության ես ենթադրում եմ, որ այդ օրբելի հատվածում պիտի արգելվի կայանելը Աջ մեքենա, կողմից։ որովհետև երկու գիծը չի կարողանում օգտագործվել լիարժեք եւ ստիպված վարորդները մեկ գծով շատ դանդաղ գնում են ու ալ-կարմիր բոսոր գույնով է ներկված այդ հատվածը։ Եվ այդտեղից խցանումը սկսվում է միջև Բաղրամյանովի Ու չի իջնում է ավարտվում։ ներքև, գալիս հասնում է դեպի Պրոշյան խաչմերուկ, որտեղ ունենք վթաչ Բաղրամյան լավ էլի։ Այս պայն, բա, տեսնում ես։ Այ որ չխցկվեք, իրար հարգեք, ուշադիր լինեք։ Ձեր գծով վարեք, էլ ինչ Մի մտածեք, որ հիմա կգնաք, այսօր նաև ասենք, որ Հալաբյան փողոցում մեկ մեքենա եկել էր գրեթե Խաչմերուկին, ուզում էր գիծ փոխել։ Խոսքը վերաբերում է Հալաբյան Արզումանյան Խաչմերուկում, որտեղ մարդիկ փորձում են պտտվել եւ գնալ Շրջադարձի դեպի հատվածում, շրջադարձի այո, հատվածում եւ նա որոշել էր երկրորդ գծից հենց վերջին հատվածը
ու միացրել էր իդեպ խափանման լույսերը Ես սպասում էր թե ով է իրեն ճանապարհ իսկ ոչ ոք իրեն չէր զիջում ու լավ էր անում։ Ճիշտ էին անում, այո։ Ունենք վթար Իսակովի եւ Բագրատունյաց պողոտաների այս Խաչմերուկում։ Բայց այսօր ծանրաբեռնված չէր փողոցը, Իսակովը դե ծանրաբեռնված է ինչպես միշտ այս ժամին։ Մշտական ունի։ Ահա։ Գալիս ենք դեպի Կամուրջ, հա։ Իսակովը միջև հաղթանակի Կամուրջ պաստորեն ծանրաբեռնված է։ Հաղթանակի Կամուրջն էլ անցած նույնիսկ, չէ՞։ Մինչև դե Աթենքի փողոցը իջնող ինչպես միշտ եւս այսպես ալ կարմիր ներկված է քարտեզում բոսոր կարմիրով Ամիրյան փողոցն է միակողմանի ծանրաբեռնված դեպի Ամիրյան փողոց գնացող հատվածն է։ Սա էլ իմացանք հարգելի ռադիոլսողներ, հիմա եւս մեկ կարևոր տեղեկություն ենք ուզում փոխանցել ձեզ։ Դա կախված է երթևեկության կազմակերպման փոփոխության հետ Ազատություն, Պողոտա, Բաղրամյան փողոց Խաչմերուկում։ Բաբայան, վայ։ Լավ։ Տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով վաղվանից դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության Պողոտա, Բաբայան փողոց Խաչմերուկում։ Այդ որ հատվածն է։ Դա այսպես հաղթանակ զբոսայգու հատվածն է, եթե չեմ սխալվում։ Լավ։ Մասնավորապես լուսացույցները, կանգ գիծը եւ հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի Խաչմերուկ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ։ Բաբայան փողոցում հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում։ Ազատության Պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն միջև Խաչմերուկ մոտենալը, Խաչմերուկում Ազատության Պողոտայի երկու կողմերում կարգելվի հետադարձը։ Ես էլի մի քիչ չհասկացա, ոչինչ։ Մոտավոր պատկերացրեցի, բայց մի քիչ չհասկացա։ Պետք է գնալ եւ տեղում ուսումնասիրել։ Լավ, կարևոր արդյունավետ լինի այս փոփոխությունը իրականում, խցանումները կչանան եւ իհարկե տրանսպորտային հոսքերը շատանան։ Իրականում շատ կարևոր է, որ տրանսպորտային հոսքերը շատանան եւ աշխատեն անխափան։ Ինչպես անխափան աշխատում է Զվարթնոց միջազգային օդանավակայանների գործունեությունը եւ հիմա մուտք ենք գործում պաշտոնական կայք եւ փորձում հասկանալ ժամանման սանդղակում ինչ իրավիճակ է բոլոր չվերթները ժամանակին վայրեջք են կատարելու հարգելի ռադիոլսողներ, եթե ունեք հարազատներ դիմավորելու գնում եք ժամանակին այնտեղ եք լինում, որ չսպասեցնեք եւ մուտք են գործում նաեւ մեկնման սանդղակն ենք դիտարկում ու փորձում ենք հասկանալ մեկնումների սանդղակում կրկին ամեն ինչ ժամանակին է անփոփոխ է, ոչինչ չի փոխվել, կարևորը դուք չուշանաք եւ ժամանակին հասնեք ու իհարկե ջերմ ողջույնեք նաեւ Զվարթնոց միջազգային օդանավակայանների աշխատակիցներին եւս մեկ անգամ նրանց շնորհակալություն ենք հայտնում հրաշալի աշխատանքի համար։ Տեղափոխվենք կենտրոնական բանկի կայք, որտեղից տեղեկանում ենք տարադրամի օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 381 դրամ է, 1 եվրոն 447, ռուսական 1 ռուբլին 407 դրամ է, վրացական 1 լարին 141 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 508 դրամ է եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը կենտրոնական բանկը սահմանել է 103 դրամ։ Ավստրալիական դոլարն էլ 252.56 այսօր կանգ առա այդ։ Դու այսօր գտար որոշեցիր խոսենք ավստրալիական դոլարի մասին, այո, ինչու ոչ, ինչու մենք չխոսենք, իսկ ինչու մենք չլսենք նաև լավ երաժշտության, շարունակեք ուշադրությամբ հետևել մեր ծրագրի ընթացքին, որովհետև ձեզ հարց ունենք տալու եւ ակնկալում ենք անկեղծություն ու ամենակարևորը ակտիվություն։ Մնացեք մեզ հետ։
Այսօր մի տեսակ խառը առավոտ մեզ մոտ սկսվեց, սկիզբը խառն էր։ Դե բայց հետաքրքիր։ Բայց հետաքրքիր։ Անսովոր ես Փորձություններով կարծեի, այո։ լի ուղիղ Կարևորը եթեր իմ խոսափողը խոսում էի վերջո։ Խոսում է Լուսինեն, այո, նրա ձայնը լսվում է։ Տես մենք շարժում ենք առաջ 9:47 րոպե, դեկտեմբերի 18-ն է, օրը 5 շաբթի։ Այո, Հասանք 5 շաբթի։ հասանք 5 շաբթի 13 օր ընդամենը մնացել ամանորին հարգելի ռադիոլսողներ։ Եթե թողնում եք վաղը կանեմ, մյուս օրը կանեմ, ապա իմացեք, որ օր չունեք։ Մի արեք, ընդհանրապես մի արեք։ Մի արեք։ Հա, Ապրեք եթե- այսօրով, ապրեք այսօրով։ Չէ, այն որ վարկով, պարտքով նոր տարի անել Չէ, պետք դրա չի, մասին դա չի փաստ է։ խոսքը, այո։ Միանշանակ, ինչքան կարող եք, այդքան արեք։ Եվ արեք ձեզ համար, ոչ թե ուրիշների, որ ցուցադրվենք։ 55-3702 հեռախոսամարը հիշեք, այն ձեզ անպայման այսօր պետք է գալու։ Այո։ Այո, ինչի մասին է խոսքը քիչ անց, մինչ այդ առաջարկում ենք բացել օրվա օրացույցը, տեղեկանում ենք միջազգային տոների ցանկից, որ այսօր նշվում է միգրանտի միջազգային օրը։ Նաև տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում այսօր նշում են արաբական լեզվի օրը, իսկ դուք գիտեք արաբերենը որքան հարուստ, դժվար, բայց շատ գեղեցիկ լեզու է եւ ունի իր հետաքրքիր լեզվամտածողությունը, Բարի լույսը մսել խիր, այո, որը որևէ կերպ չես կարող համեմատել որևէ այլ լեզվի հետ, դրանով է նաև բարդ սովորելը։ Դե բարդ լեզուներ շատ կան, բայց արաբերենը մի արաբերենը, այո։ բարդ է։ Գնանք Ու շատ գեղեցիկ։ ազգային տոների ցանկ, Մոլդովայում նշում են ոստիկանության օրը, Կատարում նշում են ազգային օր, Նիգերում նշում են հանրապետության օր, իսկ Ռուսաստանում նշում են ԶԱԳՍ-ի աշխատակիցի օր։ Իսկ ինչու մենք հիմա Հայաստանի ԶԱԳՍ-ի աշխատակիցներին չշնորհավորենք մասնագիտական տոնի Իրենք կապ չունեն իհարկե, Կապ չունի, բայց ես ուզում եմ շնորհավորենք, որովհետև նրանք հրաշալի գործ են անում։ Ճիշտ ես ասում։ Ամրապնդում են ինչ որ։ Բայց 50-50, իրենք Դա համ լավ։ ամուսնացնում են, համ բաժանում են, Ուֆ, հա, հասկանում ես։ ճիշտ է, Մա։ ճիշտ ես, մոռացել էի, լսի։ Եվ լավ գործ է, եւ ոչ այնքան։ Մի խոսքով հուսանք ամուսնությունների թիվը շատ Մի կլինի։ բաժանվեք, ոչ չունեք։ Բաժանումների թիվը շատ քիչ կլինի։ Այ որ մենք վարենք ձեր հարսանիքը չէիք բաժանվի, դա էլ է։ Ասավ, այո, դու ճիշտ ես։ Բա։ Գովաստանայինի Ո՞ս չէ, մենք այնպես ենք ամուսնացնում, ոչ Որ մեկ։ ոչ ոք Ետ չի չի կարող վերադառնում։ բաժանվել։ ԶԱԳՍ-ի ճանապարհը մոռանում են։ Մոռացեք, այո։ Բայց մենք խոսում ենք օրացույցից։ Մենք խոսում ենք օրացույցից։ մեր տախտը։ Այո, 1976-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների էկրաններին հայտնվել է հայտնի King Kong ֆիլմը, հիշում ես այդ ֆիլմը։ Բա, ո՞նց Ջեսիկա չէ։ Լանչի գլխավոր այսպես։ Այո, բոլորը սրտատրոփ սպասում էինք, լարվում էինք, մտածում էինք հիմա ինչ է լինելու։ Հետո մի խոսքով բավականին զգացմունքային օրեր են եղել կապված այդ Խնդրեմ, ֆիլմի հետ։ Իտալիայում հենց այսօրը 1970 թվականին Ահա։ օրինականացվեց ապահարզանը։ Այ որ չօրինականացվեր։ Բա, տենց չէր լինի։ Դե չէ, ամեն մարդ պիտի երջանիկ լինի։ Ունի երջանիկ լինելու իրավունք, եւ եթե ամուսնական կյանքում չի ստացվելու երջանիկ չեն, ավելի լավ է առանձին երջանիկ լինել։ Ես առաջարկում եմ ողջունենք մեր գործընկերներին Armen Press, հայկական լրատվական գործակալությունից, հենց այսօրն է ստեղծվել Armen Press-ը 1918 թվականին։ Ջերմ ողջույններ ձեզ, սրտանց շնորհավորում ենք։ Նաև տեղի ունեցել, այսպես առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու Շելկունչիկ, նշանավոր բալետը 1892 թվականին։ Որը մինչ այսօր սիրելի է Եվ չի իջնում տարբեր բեմերից։ Այո, եւ միշտ sold out-ներ են լինում Այո, այո։ իրականում այս ներկայացման հետ կապված։ Ունենք նաև հետաքրքիր օրվա հոբելարներ։ Գնացինք։ Քրիստինա Ագիլերան է այսօր ծնվել, Բա։ ամերիկացի երգչուհի դերասանուհի, բայց ես դու պիտի ասեիր, սա չէ, դա մոռացել էի, դու Քայլի Մինոկի երկրպագ ունես։ Երգչուհի, երգահան եւ դերասանուհի Քրիստինա Ագիլերան ծնվել է 1980 թվականի այսօրը։ Իդեպ Քրիստինայի վոկալային տվյալները բավականին հզոր են եւ շատ հետաքրքիր ու ունի կոնկրետ երգեր, որոնք ոչ միայն վոկալային տվյալներով է հիացնում, այդ երգը հաստատ չենք լսի, այլև հասնում է հոգուտ լարերին, կարողանում է նա հուզել իր կատարողականությամբ եւ իր էմոցիաները նաև փոխանցել։ Կհուզի, բա ինչ կանի, 6 գրեմի է ստացել, լատինական գրեմի, մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ Ունի մի քանի երգ, որ ինձ համար կոնկրետ հրաշալի երգեր են, այնպես չի որ երկրպագ ունեմ, բայց այդուհանդերձ Իսկ ինչ գնահատում եմ։ կասես Բրեդ Պիթի մասին, հարգելի Լուսինե։ Սիրուն դերասան։ Լուրջ։ Իա, լուրջ դերասան։ Լուրջ 1963 թվականին է դերասան, ծնվել սիրուն Բրեդ Պիթը, այսօր նրա ծննդյան օրն է։ Նա Ոսկե գլոբուս մրցանակի դափնեկիր է, 12 կապիկ ֆիլմի համար է ստացել։ 2 անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի։ Գիտենք։ Բազմաթիվ ֆիլմեր ունի Բրեդ Պիթը, Դե հա, բնականաբար։ այնտեղ որտեղ խոսում է գետը, Խարիզմատիկ դերասան է նա։ եւ այդպես շարունակ։ Բայց ես այլ դերասան եմ երկրպագում։
Լուրջ։ Անկեղծ ասած, այո։ Լավ, իսկ ինչ կասես ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի մասին։ Սթիվեն Սպիլբերգը իրականում Հոլիվուդին բերեց գույն, բերեց ասելիք, բերեց նոր շունչ, բերեց խոսք։ Սթիվեն Սպիլբերգի բոլոր ֆիլմերը յուրահատուկ են եւ ինքնատիպ կարող ենք ասել։ Նա համարվում է ի վերջո հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։ Եվ ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են, դրանք առանձնացված են 5 ֆիլմ, իսկ ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերն ըստ 10 ժանրերի ցանկում 3 ֆիլմ, դա քիչ չէ իրականում, 3 անգամ արժանացել է Օսկարի, որից 2-ը որպես լավագույն ռեժիսոր։ Բա գումարների մասին չես Հա, ասում։ դու Նրա ասա, դա քեզ եմ 20 թողել։ ամենաշահութաբեր ֆիլմերը 200 միլիոն դոլարից ավելի ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8.4 միլիարդ դոլարի եկամուտ։ Սթիվեն Սպիլբերգի ամենահայտնի ֆիլմերն են Ինդիանա Ջոնսի մասին ով ֆիլմաշարը, որը կարելի է անդադար նայել իրականում։ Ծնոտներ, այլ մոլորակային, բռնիր ինձ թե կարող ես։ Իռլանդացի։ Ի վերջո Շինդլերի ցուցակը։ Բամ։ Այո, այնպես որ շատ են։ Այսօր է ծնվել նաև Rolling Stones հայտնի խմբի գիտարահար Քիթ Ռիչարդսը, նա ծնվել է 1943-ին։ Ունենք եւս մեկ հոբելար հայկական երկարվեստից։ Այսօր է ծնվել երգչուհի Այդա Սարգսյանարի։ Սրտան շնորհավորում ենք Այդային։ Ես հիշում եմ տարիներ առաջ նա եւս նոր գույն բերեց մեր էստրադային, ներկայացնելով Լորկե երգը, Եվ ոչ միայն գույն բերեց, այլև նա այն եզակի երգչուհիներից էր, ով բացառապես ելույթ էր ունենում կենթանի։ Հիշում ես տարիներ առաջ ընդունված էր, չէ՞, պլյուս ֆոնոգրամով բոլորը երգում են, բայց Այդան ոչ, Այդան երգում էր կենթանի։ Բայց հիշիր թե Լորկեն, Շիրխանին ինչ մեծ ֆուրոր արեցին եւ քանի դահլիճներ է պարացրել Այդան իր այդ հայտնի կատարումներով։ Սրտան շնորհավորում ենք եւ շնորհավորում ենք երգչուն եւ այլում նրա կատարումը։
ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը այսօր կայցելի Հայաստան։ Նոր տարին առողջության պարտադիր ապահովագրումով ազգային ժողովը ընդունել է օրինագիծը։ Եվրոպական խորհրդանը հավանություն է տվել ռուսական գազից փուլային տարբերակով հրաժարվելու ծրագրին։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններց։ Եվ այսպես Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան այսօր կայցելի Հայաստան, նշվում է, որ այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտգործնախարար Արարատ Միրզյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը։ Երկու երկրների ներկայացուցիչները Փարիզում անցկացրել են երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ։ Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ծրագիրը ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Բացի այդ, ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025 թվականի աշխատանքները, նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը, որոշվել է հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները անցկացնել Երևանում։ Երևանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Օվերչուկի համանախագահությամբ կայացել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են 2024 թվականին դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները եւ վերլուծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական եւ մշակութային հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը։ Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներին։ Ազգային ժողովը 64 կողմ, 2 դեմ եւ 5 ձեռնպատ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ երեկ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագծերի փաթեթը։ Համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող անձինք, մինչեւ 18 տարեկանները ու 65 տարեկանը լրացած քաղաքացիները։ Անդրադառնանք միջազգային լրահոսին, Ռուսաստանի նախագահը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում, նշելով, որ 2025 թվականը շրջադարձային է եղել Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակների լուծման հարցում։ Պուտինը հայտարարել է, մեջբերում, ռուսական զորքերը ազատագրել են ավելի քան 300 բնակավար եւ պահպանում են ռազմավարական նախաձեռնությունը ամբողջ առաջնագծի երկայնքով։ Բանակը զարգացնում է իր հարձակողական ներուժը, մեջբերման ավարտը։ Պուտինը նշել է, որ ռուսական ռազմական ուժերը ջախջախում են թշնամուն, այդ թվում նրա էլիտար ստորաբաժանումներին, որոնք մարզվել են արևմտյան ռազմական կենտրոններում։ Հայտարարել է, որ Ուկրաինան ունի ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ունի հնարավորություն արագացնելու իր հարձակման տեմպը ռազմավարական կարևոր տարածքներում։ Նույն քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոսովն էլ ասել է, որ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը իրական նախադրյալներ է ստեղծում 2026 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար կարծիք է հայտնել, թե ՆԱՏՕ-ն նախատեսում է մինչեւ 2030 թվականը պատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության։ Ուկրաինայի նախագահը արձագանքելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդլայնված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահի ելույթին ասել է, որ Մոսկվայից հերթական ազդակներն են ստանում, որ Ռուսաստանը հաջորդ տարի պատրաստվում է շարունակել պատերազմը։ Զելենսկին Միացյալ Նահանգներին եւ Եվրամիության գործընկերներին կոչ է արել արձագանքել այդ հայտարարություններին։ Նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանի տրամադրվածությունը այդպիսին է, ապա նրանք կարող են խաթարել նաեւ բանակցային գործընթացը։ Տեղեկացնենք, որ Եվրոպական միությունը Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշում կկայացնի գումարվելիք երկօրյա գագաթնաժողովում, արժույթի միջազգային հիմնադրամը եւ մեր գնահատականները ցույց են տալիս, որ Ուկրաինայի կարիքները 2026 եւ 27 թվականներին կազմում են մոտ 137 միլիարդ եվրո, երեք հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվ լրահոսի վերջին լուրը Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2027 թվականի ավարտը ռուսական գազի ներկրումից փուլային տարբերակով հրաժարվելու Եվրամիության ծրագրին, տեղեկացնում է Associated Press-ը, մանրամասնում, որ ռուսական գազից հրաժարվելու վերջնական որոշումը պետք է կայացնեն Եվրամիության նախարարները եւ քննարկումը նախատեսված է 2026 թվականի սկզբին։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ I've been known to miss a red flag. I've been known to put my lover on a pedestal. In the end, those things just don't last. And it's time I take my rose-colored glasses off. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, think you play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion? I'd be like, was a time when that shit might have worked. Was a time when I just threw a match and let it burn. Now I'm grown, I know what I deserve. I still like that, too, with the lessons I already learned. I already know your type, telling me the things I like. Trying to make me yours for life, taking me for a ride. I already know your type, think you play your cards right. Don't you know I could do this dance all night? Ooh, what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion. I really like the way you're moving. Yeah, I just wanna dance with the illusion. Yeah, I just wanna dance with. Yeah, I just wanna dance with. I could dance all what you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion? What you doing? Don't know who you think that you're confusing. I'd be like, ooh, it's amusing. You think I'm gonna fall for an illusion? The station with the best music. Best music. I love the music. Սուրճ ու սեր առավոտից։ 10:08 րոպե կրկին ասում ենք բարի լույս նրանց, ովքեր այսօր լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, դու խոստացել ես, որ այսօր մենք Ագիլերա ենք լսելու, Կլսենք, թե հաղորդումը դեռ դեռ շարունակվում է։ շարունակվում է, բայց մենք արդեն բացել ենք մեր հյուրասրահի դռները եւ մեր հյուրն արդեն այստեղ է։ Մենք հետաքրքիր մի միջոցառման մասին ենք խոսելու։ Արար երգչախումբը դեկտեմբերի 24-ին նախատեսում է հերթական անգամ հանդես գալ նշանակալի մենահամերգով եւ շարք մտերմիկ ու խոհական խորագրի մեկնումը կլինի խորհրդանիշների աշխարհին երաժշտությամբ մոտենալու իրագործումը։
Եվ բոլոր մանրամասները այս պահին մենք ակնկալում ենք Արար երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար դիրիժոր Գորգ Մելքոմյանից ստանալ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի։ Չթողեցիր ավարտեմ այդ Տիգրան ջան։ Սկսեցիր հազար, բայց Չէ, քեզ չոքնեի, ես քեզ չոքնեի, ով օգնի քեզ ասա։ Այստեղ նաև մի կարևոր հանգամանք տեսնում ենք, որ նոր երգացանք է բաղկացած բարձրաժեք եւ հայ ունկնդրին անծանոթ ստեղծագործություններից։ Հերթականն է սա փաստորեն։ Այո, այս տարի մեր երկրորդ մեծ մենահամերգն է, առաջինը մայիս ամսին էր, խոսքը գնում է մեծ մենահամերգի մասին, որովհետև տարբեր այսպես ֆորմատներով մենահամերգներ եւ համերգներ շատ ենք ունենում։ Առաջինը շարք ասացումի էր, այնտեղ ծրագիրը ավելի այսպես ծանր էր, ավելի դրամատիկ էր, իսկ շարք մտերմիկ եւ խոհականի ներքո մենք նկատի ենք ունեցել նաեւ մի քիչ ունկնդրին չասեմ մաչելի, սակայն ավելի այսպես կան թեթև ինչ որ ստեղծագործություններ, որոնք իրապես ունկնդրին այսպես կմիավորեն, կներբացնեն, ավելի կտանեն դեպի խոհական եւ այդ մտերմիկ միջավայրին ավելի կմոտեցնեն։ Սա նախոտոնական միջոցառում է ստացվում։ Իրականում տարին ենք ամփոփում, նախատոնական մեկ ստեղծագործություն կա, որը որ այսպես կարող է դեպի ամանորյա եւ սուբծննդյան, հատկապես սուբծննդյան գիշերին նվիրված մի այսպես նուրբ ստեղծագործություն ունենք, որով կապ ունենք, նաեւ կապվում է տոնական ուրեմն դրամատրությունների հետ, սակայն առավելաբար ընտրված են ստեղծագործություններ, որոնք ինչպես նշեցի, այդ մտերմիկի եւ խոհականի շուրջն են պատտվելու։ Արարը տարվա մեջ քանի անգամ է հաղորդակցվում իր լսարանի հետ եւ այդ համատեքստում ինչպիսին է նկարումները առհասարակ երգչախմբային երկարվեստի հանդեպ կա արդյոք պահանջարկ։ Մենք փորձում ենք հնարավորինս ակտիվ լինել եւ շատ առնչվել մեր ունկնդրի հետ, որովհետեւ բացի այն, որ երգչախումբը կարիք ունի ունկնդիրը կարիք ունի բարձրակարգ երաժշտության, մեծ մենահամերգներ տարվա մեջ 2 անգամ են լինում։ Այ գալիս են այդ համերգներին։ Այո, գալիս են։ Կարիք ունի, կա պահանջարկ։ Այո, պահանջարկ կա, գալիս են, իհարկե ոչ այն ծավալով, որով կուզեիք որ կա։ Ցանկանայինք եւ որով որ հարիր կլիներ եւ մեր երգչախմբին եւ մեր երկրին, որովհետեւ կան մեր ուրեմն տարածքի եւ բնակչության չափով երկրներ, որտեղ որ ունկնդիրը առավելաբար այսպիսի համերգների է հաճախում, սակայն մենք մեր գործունեությունը նաեւ միտված է ունկնդրին դեպի մեզ, այո, բերելու այդ գործընթացին։ Դե կարծում եմ, որ համառ աշխատանքի եւ ժամանակի հարց է այստեղ։ Այո, այստեղ մենք տեսեք, այսպես է, մենք չպետք է մի կողմից եւ բողոք ունենք եւ ըմբոստություն այն մասով, որ հայ ունկնդիրը պատրաստ չէ այսպիսի երաժշտության, բայց մյուս կողմից այո, բայց մյուս կողմից էլ մենք պետք է դա անենք եւ ուրեմն մենք դա հասկանալով փորձում ենք մեր ծրագրերի միջոցով իրենց ուրեմն մոտ պահել այսպիսի արվեստին։ Հանդիսատեսի տարիքայինը եթե դիտարկենք, շատ են նաև փոքրիկներ, որովհետև եթե խոսում ենք պատրաստելու մասին, ապա դա պետք է անել փոքրուց։ Ականջը պիտի սովորի որակյալ երաժշտության։ Այո, փոքրուց, տեսեք, մենք շատ չենք կարողանում փոքրերի համար ծրագրեր անել, սակայն մենք ցանկանում ենք իրականում, սակայն դա ժամանակատար եւ ծավալուն գործընթաց է, սակայն դա շատ կարևոր բան է, որովհետեւ այսպիսի ունկնդիր ունենալու դա իսկապես պետք է փոքր տարիքից վարժվել, որովհետեւ սա մարդու այսպես հոգեմտավոր աշխարհին է վերաբերվում եւ նա պետք է հասու լինի այդպիսի երաժշտությանը։ Արարը ինչ դիապազոնում է ելույթ ունենում, խոսքը երգացանկի մասին է, երաժշտացանկի, ինչ եք ներկայացնում առհասարակ։ Այո, մեր երգացանկը եւ բազմազան է, եւ մյուս կողմից կոնկրետ ուղղված նպատակի, այսինքն մենք ունենք եւ դասական, առավելաբար դասական երգչախումբ ենք, ժողովրդական, հոգևոր, ջազային ստեղծագործություններ, ջազային էլ ունենք։ Այո, ջազային էլ ենք, սակայն այս ամենը պատտվում է մի առանցքի շուրջ, որտեղ երաժշտության կարևոր այսպես բաղադրիչը նրա վեհությունն է եւ ոչ ժամանցային լինելը։ Այսինքն նույնիսկ եթե խոսում ենք ջազային եւ եթե առիթ է լինում նաեւ փոփ երաժշտության ինչ որ փոքրիկ անդրադարձներ, այնուամենայնիվ մնում ենք
դասականի Հիմքը դասականն է։ այո, հիմքը դասականն է։ Այստեղ հետաքրքիր մի բան էր խորագիրը, ինձ շատ հետաքրքրեց շարք խորհրդանիշների աշխարհին երաժշտությամբ մոտենալու իրագործումը։ Եկեք մի քիչ բացեք փակագծերը, ուզում եմ հասկանալ խորհրդանիշների աշխարհի մասով ինչպես ենք մոտենում երաժշտության միջոցով։ Նախորդ համերգը միտված էր սիմվոլների աշխարհին մոտենալու։ Այս մեկը խորհրդանիշների աշխարհին։ Երաժշտությունը, ինչպես գիտենք, բառից այն կողմ անցնելու միջոցն է, եւ այդ միջոցով մենք որևէ տեղ պետք է հասցնենք մեր ունկնդրին։ Մենք չենք թողնում մեր ունկնդիրը պարզապես այսպես համերգին նստած միայն տրվի ինչ որ վայելքների, որովհետեւ մենք պետք է իրեն ուղղորդենք այնտեղ, որտեղ որ մենք ծրագրավորել ենք մեր երաժշտությամբ, մեր տվյալ ուրեմն միջոցառմամբ եւ այս խորհրդանիշների աշխարհին մոտենալը դա բառային ուրեմն բառի եւ ուրեմն տեքստերի հաղթահարումն է երաժշտության միջոցով, որտեղ որ արդեն ունկնդրին մոտ են գալի այդ խորհրդանիշները։ Այստեղ փորձում եք նաև երաժշտության միջոցով մշակութային ու հոգևոր սնունդ տալ։ Այո, միանշանակ եւ այնպիսի մի սնունդ, որը որ հենց երաժշտության միջոցով է հնարավոր ստանալ։ Գեղարվեստի այն տեսակը, որը որ առաջարկվում է երաժշտության միջոցով, դա զուտ երաժշտությանը հասու ոլորտն է։ Կան արվեստներ, որտեղ միքսված են այս ամենը, որտեղ եւ երաժշտություն կա, եւ թատրոն կա, եւ նկարչություն կա։ Մենք բացառապես թողել ենք այսպես պարզ երաժշտության միջոցով հասնել հենց երաժշտության այն սահմաններին, որտեղ որ միայն իրենով է մեկնաբանվում գեղարվեստը։ Ինչպես է հաջողվում պահպանել ունկնդրի հետաքրքրությունը առասարակ համերգի ժամանակ։ Ամենաբարդ ուրեմն հատվածն է դա, որովհետև թվում է թե ստեղծագործությունները մեկ առանցքի շուրջ են պտտվում, եթե խոսքը գնում է դասական երաժշտության մասին, սակայն դասական երաժշտությունն էլ ինքնին այնքան լայն սահմաններ ունի, որ ընտրության հնարավորություն կա, եւ մենք փորձում ենք ունկնդրին պահել հետաքրքրության այդ շրջանակում ընտրված ստեղծագործությունների նոր մեկնաբանումների շնորհիվ, որը ամենակարևոր ասելիքի շնորհիվ։ Իվերթո չկա այստեղ շոու, չկա պարզ, չկա մուսիկան էֆեկտներ, այստեղ ելույթն է եւ նույնիսկ մենք մեզ ավելի այսպես հասկացված եւ ավելի գոհացված ենք զգում այն դեպքում, երբ ունկնդիրը նույնիսկ իր աչքերը փակում է, կտրվելով նույնիսկ մեզանից, այո, կտրվելով նույնիսկ մեր արկայությունից համերգասրահում, որովհետև դա երկրորդային գործոն է։ Երգչախմբային արվեստին անդրադառնանք առհասարակ, որովհետև այն բարդ արվեստ է եւ այլ հմտություններ էլ է պահանջում, բացի վոկալային տվյալներից, նաեւ պետք է ունենաս այլ հմտություններ, թիմային զգացողություն, լսել, զգալ, աշխատել խմբով, ստանալ տարբեր ձայների միջոցով ամբողջություն։ Այս պարագայում արդյոք որքան են տարբերվում երգչախմբի անդամները իրենց մտածողությամբ եւ վարքագծային առումով մյուս մասնագետներից։ Թվում է թե երգչախումբը իրականում մեկ մարմին է եւ կողքից կարող է թվալ թե այդ մեկ մարմինը նաեւ վերաբերվում է որ այնտեղ անհատականություններն են բացակայում, սակայն բացառապես հակառակն է, որքան ընդգծված անհատականություն առանձին այսպես, այնքան ստացված երգչախումբ եւ ավելի համաձույլ երգչախումբ։ Անհատականության գործոնը ամենամեծն է երգչախմբում, որի շնորհիվ մենք կարողանում ենք նաեւ ստանալ երգչախմբային անհատականությունը։ Անհատականություն, բայց այդ անհատականությունը պետք է չխանգարի։ Այո, դա պետք է, այո, այստեղ հենց անհատականության բարձր գիտակցությունն է, որ կարող է օգնել, որպեսզի երգչախումբը ինքն իրենով դառնա որպես անհատ երգչախումբ։ Ընդհանուր առմամբ, եթե փորձենք համերգով իհարկե կամփոփեք դեկտեմբերի 14-ին, 2025-ը։ 24-ին։ Դեկտեմբերի 24-ին, այո։ 2025-ը ինչպիսին էր ձեզ համար։ Բավականին ստացված ուրեմն տարի էր, բավականին ծրագրեր ունեցանք եւ այն տարիներին, երբ մենք կարողանում ենք մեր այդ երկու մենահամերգները պահպանել, որովհետեւ լինում են նահանջ տարիներ, երբ դա չի ստացվում, մենք համարում ենք ստացված, որովհետեւ մենք համերգներին բավական երկար ենք եւ դժվարությամբ ենք պատրաստվում, որովհետեւ ընտրված ծրագիրը իրապես բարդ է եւ դրան մեկ տարվա աշխատանքը չի բավականացնի այդպիսի
բարդ ծրագրի հաղթարմանը։ Երգչախումբը հիմնովին դասական հիմքի վրա է, թե հագուստների տեսանկյունից, թե կատարողականության, այստեղ ոչ մի նորամուծություններ չեք փորձում մտցնել։ Քանի որ նորամուծությունը մեր ծրագրերն են, այն իմաստով որ Զուտ երաժշտության, որովհետև գիտեք, այսպես է, դա հեշտ ընտրելու բան չէ։ Ես միշտ ասում եմ, որ երգչախմբային երաժշտություն ընտրելը դա բավական երկար եւ բարդ աշխատանք է, ինձանից պահանջվում են պարզապես ժամեր, օրեր, տարիներ, որպեսզի կարողանամ գետ մեկ ստեղծագործություն ընտրել, որը որ հնարավոր է եւ կկատարի այս երգչախումբը, ուստի ունկնդիրը միշտ առնչվում է նոր եւ հետաքրքիր ստեղծագործությունների, որը ինքը այլ որևէ տեղ չէր լսելու։ Մի տեսակ էս կարմիր հագուստները երգչախմբային ինձ տարան Ալդար, ավելի Մեծ Բրիտանիա տարան, հետաքրքիր է դուք ով է ընտրում նաև հագուստները, որովհետև այստեղ եւս շատ կարեւոր է։ Այո, հագուստների ընտրությունն էլ եմ ես վերցել ինձ վրա, չնայած աշխատում ենք դիզայներների հետ։ Իդեպ այս համերգին հենց այդ հագուստներով ենք հանդես գալու, նախորդ համերգին այլ էր, քանի որ այս համերգը այդ խոհական տրամադրությունների մեջ է, այո, եւ Սուրբ Ծննդյան, այո, եւ Սուրբ Ծննդյանը ինչ որ մոտենք այդ հագուստները կարծում ենք ավելի Յուրատեսակ են հագուստները, աչք շոյողի դեպ ու շատ ջերմ, բայց մի բանի մասն եմ ուզում խոսենք մինչ զրույցի ավարտը, որի մասին դուք այսպես համեստորեն լռում եք, որքան հասկանում եմ միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր է երգչախումբը։ Երգչախումբը մասնակցություն ունեցել է մի քանի այդպիսի փառատոնների եւ ունի մրցանակներ եւ մենք հույս ունենք մոտ ապագայում եւս մեկնելու եւ մասնակցելու այդպիսի փառատոնների, որոնց կարիքը իսկապես երգչախումբը ունի։ Փառատոները ինչ են տալիս առհասարակ եւ ուր եք մեկնելու, եթե արդեն կան։ Դա կբացենք հավանաբար, այո, առաջիկա որևէ զրույցի ժամանակ, սակայն փառատոներին մասնակցությունը նախ կարևոր է, որպեսզի եւ մեզ ճանաչեն եւ մենք ճանաչենք աշխարհը իրենց հետ հարաբերվելով, չնայած որ բավականին շփումներ ունենք, սակայն դա է այսօր դրված որևէ արժեքավոր բան ստանալու, այսպես ճանապարհին անպայման անցնել նաեւ այդ ճանապարհով։ Եվս մեկ անգամ մեր ռադիոլսողներին հիշեցնենք, դեկտեմբերի 24-ին է տեղի ունենալու ձեր մեծ մենահամերգը, վայրը եւ ժամն էլ նշենք, որpիսի եթե մարդկանց հետաքրքրել է, ապա միանան։ Կոմիտաս Թանգարան ինստիտուտում։ Այո, ճիշտ վայր եք ընտրել շատ։ Դեկտեմբերի 24-ին ժամը 19:30-ին։ Ինչ հետաքրքիր է, ես նկատել եմ, որ աշխատանքային օր է 24-ը։ Այո։ Ժամը 19-ը փոխվել է արդեն վաղուց համերգային շատ։ Այո, այս մեր խցանումներով լի քաղաքում։ Որպեսզի մարդիկ աշխատանքից հետո հասցնեն։ Բայց միևնույնն է ուշանում են բոլորը։ Դա մեր հայերի այսպես Բայց մի քիչ փոխվել է եկեք արդարության համար։ Դասական իդեպ դասական ունկնդիրը Պարտաճանաչ։ պարտաճանաչություն ավելի։ Այսինքն ժամը 8-ին չեք սկսում։ Հուսանք։ Մի խոսքով դեկտեմբերի 24-ին 19:30-ին Կոմիտասի Թանգարան ինստիտուտի համերգասրահում։ Եկեք եւ ստացեք մշակութային ու հոգեվոր սնունդ։ Իսկ մենք զրուցում ենք Արար երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Գոր Մելքումյանի հետ։ Շարունակեք լսել մեզ, մենք Եվ խոստացած երգը հնչում է փաստորեն։ Շնորհակալություն Տիգրան։ Someday at Christmas, men won't be boys, playing with bombs like kids play with toys. One December, our hearts will see a world where men are free. Someday at Christmas, there'll be no wars when we have learned what Christmas is for. When we have found what life's really worth, there will be peace on earth. Someday all our dreams will come
said have a world where people care. Someday at Christmas there'll be no tears, when all men are equal and all men have fears. One shining moment, one prayer away from our world today. Oh, someday, our dreams will come to be. Someday in a world where men are free. Maybe not in time for you and me, but someday at Christmas time. Someday at Christmas, love will not fail. Hate will be gone and love will prevail. Someday a new world we can start with hope in every heart. Someday all our dreams will come to be. Someday in a world where men are free. Maybe not in time for you and for me, but someday at Christmas time. Someday at Christmas Սուրճ ու սեր առավոտից And I could be a nurse. I think I see the problem. It's only gonna get worse. I need night medication. Just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Oh yeah, yeah. Let little mama work you out. Hold on. You wanna work it out? If that's something you wanna do, yeah, I feel like working it out. Baby, if you want me to, I could be a doctor and I could be a nurse. I think I see the problem, it's only gonna get worse. I need night medication, just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Oh, yeah, yeah. Let little mama work you out. You wanna work it out? Yeah. Are you on the fence? Still playing on the side? Are you on the fence? Don't waste my damn time.
Is that something you wanna do? Yeah, I feel like working it out. Baby, if you want me to, I could be a doctor and I could be a nurse. I think I see the problem. It's only gonna get worse. I'm midnight medication. Just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Let's do more work you out. You wanna work it out? Pharrell Williams եւ Miley Cyrus դուետներ մեր եթերում 2025-ի անցնող տարվա լավագույն հիթերի շարքից 10:30 դուք շարունակում եք լսել եւ դիտել Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը։ Եվ շարունակում ենք նաև մեզ գրել հարգելի ռադիոլսողներ, շնորհակալ ենք ձեզ ջերմ խոսքերի համար։ Դուք մեզ հիշեցնեմ, կարող եք դիտել armradio.am կայքի միջոցով, դիտել կոճակը սեղմելով, Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք Facebook-յան հարթակում մուտք եք գործում, լայվին եք հետևում, այնտեղ նաև մեկնաբանություններ եք գրում։ Վիգեն Եղիազարյան, շնորհակալություն, մենք էլ ձեզ ենք լավ օր մաղթում։ Բարդուշ Մատեոսյանն ասում է բարի լույս, հաճելի ու սիրով լի օր բոլորիս, սրտիկներ, արևներ, ծաղիկներ, շնորհակալություն։ Էդիկ Բաբուջյանը սրտիկ է ուղարկել, շնորհակալություն եւ գրել է սիրեմ գ բոլորիդ։ Ուրա, ուրա։ Փոխադարձ է մեր սերը եւ ունենք հերավոր Միացյալ Նահանգներից մեծ ջերմ ողջույններ Տիգրան ջան, այո, մեր շատ սիրելի գործընկեր Արմինե Գևորգյանը հավանաբար արդեն մեզ կարոտել է։ Իսկ նա Օսկար ստացել է այս տարի թե ոչ։ Նա ամեն տարի Օսկար է ստանում, սկսենք այդտեղից։ Եվ ասում է միտեղ բարի լույս, միտեղ բարի երեկո, ոնց եք գոլեգաներ, ընկերներ ջան։ Մեկ կուլտուրական գոլեգա։ Մենք էլ քեզ ենք շատ կարոտել, հարգելի շատ սիրելի Արմինե, եւ սպասում ենք վերադարձիդ։ Այո, բարի վերադարձ Արմինե ջան։ 55-3702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, այսինքն կապի տարբերակները տարբեր են, դուք եւ մենք հասանելի ենք, դուք մեզ կարող եք զանգահարել, գրել, ինչ պետք է ասեն, այո, որպեսզի զանգարեն մեզ։ Ակտիվություն, անկեղծություն ենք ակնկալում ձեզնից։ Չկա մարդ ով չունի սիրելի։ Կամ սիրելի դեր։ Կան որ չունեն սիրելի, դեր չունեն, դեր չունի, կլինի էլի ամեն ճարչեվում է։ Խոսքը ամուսնության մասին չէ, այլ պարզապես սիրելի անձնավորություն։ Ուղակի հենց այնպես, կապ չունի, ընկեր կարող է լինել, ընկերուհի, ազգական, բարեկամ, մի խոսքով։ Okay։ Եվ ինչպես ենք մենք այդ սիրելի մարդկանց փորձում դիմել։ Բաղաքշական։ Ջանուլիկ, անունն ենք մի քիչ աղավաղում, Ջանիկ, Բարբոսիկ։ Ահա, ես օրինակ մեկ-մեկ իմ մտերիմ ընկերուհուն Մարինային ասում եմ Մարուսիա։ Բա տեսնում ես։ Լուսիա։ Լուստնյակ, մեր նորեկյան Լուսինեին հաճախ ենք դիմում։ Ես ասում եմ Լուսիա։ Դու ինձ ասում ես Լուսիա, ես նորեկյան Լուսինե, ես նորեկյան Լուսինեին ասում եմ Լուստնյակ։ Ահա, կարծես զանգուն։ Տեսնենք ով ու ինչպես է դիմում։ Մի րոպե չունենք, ինչի վերհշեցիր, Լուսինեն է շփվում ակտիվ։ Մի միանգամից։ Ինչ Լուսինեն կշփվի ռադիոլսողների հետ, մենք առաջարկում ենք այո լինել ակտիվ, գրեք նաև ձեր տարբերակները, ինչպես դիմել սիրելիին, փոխական տարբերակով։ Ինչպես եք դուք դիմում ձեր սիրելիին, որովհետև դա շատ կարևոր է։ Հարաբերության ջերմությունը նաև հենց դրանից է գալիս, նաև այդ դիմելաձևի մեջ կա նաև հետաքրքիր տրամադրություն, չէ՞։ Ես էլ շփվում եմ Դիպսիկի հետ։ Դա ես էլ աբոյի հետ, ինձ միշտ աբոն գրում է բարև Լուսինե ջան, ինչպես ես այսօր, Դիպսիկը հետաքրքիր տարբերակներ առաջարկել։ Լուրջ ես ասում, ինչ է ասում։ Որոնք ես կներկայացնեմ քիչ անց։ Այնպես որ միացեք մեզ 55-3702, ինչպես եք դիմում ձեր սիրելիին։ Now he's thinking about me every night. Oh, isn't that sweet? I guess so. Say you can't sleep, baby. I know that's that me espresso. Move it up, down, left, right. Oh, switch it up like Nintendo. Say you can't sleep, baby. I know that's that me espresso. I can't relate to desperation. Might give a fuck. Are on vacation. Every night
Տակ Espresso Sabrina Carpenter-ից 2025-ի լավագույն հյուրերից եւս մեկը 10:36 եւ մենք ունենք զանգ, ողջ ունենք ռադիո լսողին Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս։ Ձերպես ասացի էլի։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ձեր ձայնը լսվեց։ Արդեն 48, այո։ Տանկանում եք միլիոնավոր եկիգետ շուները մեքենաները եւ չոտրունդը ձեր միջոցը շնորհավորի Այդա Սարգսյանի։ Խնդրեմ, շնորհավորեք։ Եվ մի բան որ կինս խանդում այդտեղից ես ներվում։ Ինչ է։ Ինչու։ Որահար կարգով։ Խանդում է ձեր կինը։ Այո։ Այդա Սարգսյանին։ Այո։ Դե լավ, ասեք հերույ է, նահանգներում է, ոչինչ։ Իսկ այդ ամբողջ դու ես ինձ։ Ըհը։ Ճակավիճ ես ուզում եմ շահել։ Բայց մի րոպե, ձեր կինը փաղաքշական ձեզ ոնց է դիմում։ Ձեզ ոնց է դիմում, մամիկո, ոնց է դիմում ձեր կինը ձեզ։ Սորական անունով։ Ոնց, փաղաքշական ոչ մի բան չունեք իրար, որ ասում։ Բացարձակ։ Դուք ձեր կնոջն եք։ 44 տարվա ամսազատում ենք։ Բա այդքան տարվա մեջ կինը մի անգամ չի ասել մամուլիկս, մամիկոնիկս։ Ջանուլիկս։ Ասլերին եք չիբրիլ այդքան։ Հա։ Եթե ասեն ասլերին եք այդքան թիմին որ ինչի փաղաքշական խոսքեր ասում։ Բայց լուրջ չունեք իրար դիմելա ձև հատուկ։ Հետաքրքիր չի այդպես։ Բայց ինձ հետաքրքիր չի, չէ։ Դա ինձ բարակ չէ դա։ Լավ, դուք ոնց եք դիմում իրեն, դուք ոնց եք դիմում ձեր սիրելի կնոջը։ Մամիկոն։ Սովորական անունով։ Սովորական։ Լավ, սովորական, շնորհակալ եք սովորական զանգի համար։ Շնորհակալություն։ Չստացվեց, բայց մենք սպասում ենք, մենք բայց ես ունեմ դիպսիկից տարբերակներ, հետաքրքիր տարբերակներ, ասա, որոնք յուրահատուկ եւ բնորոշ են հատկապես մեզ, հայերիս։ Ասա։ Դե ամենամտերմիկ զգացմունքային երանգը դա սիրածս սիրեցյալս ձևն է։ Չէ, էլի, հետո։ Սիրուլիկս։ Ջանս։ Ջանուլիկս։ Կյանքս։ Այդ ամենատարածվածն է։ Սրտիս կտոր։ Այդ էլ կա։ Հոգիս։ Ավելի գրական։ Հետո։ Աչքիս լույսը։ Դա էլ կա։ Ահա, կշարունակես հետո, որովհետև կարծես որ ռադիո լսողներն ակտիվացել են։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք։ Վայ։ Նորից զանգահարեք, խնդրում ենք։ Նորից զանգահարեք, հետո շարունակիր։ Շարունակությունը հետո։ Հետո։ Իմիջիայլոց ես Աբոյին հարցրեցի ինչպես կդիմեիր ինձ փաղաքշական, ոչ թե Լուսինե ջան։ Նա տարբերակներ է առաջարկում Լուս ջանիկ, եթերում կասեր մեր Արևիկ Լուսինեն։ Եվ Արև Լուսին։ Կարծես թե վերականգնվեց։ Կարծես թե։ Բարի լույս։ Ալո։ Բարև ձեզ։ Ահա։ Այո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ գեղեցիկ թեմա եք ընտրել։ Շատ։ Ընդհանրապես բանաստեղծության անդրադարձեք մեկ-մեկ էլի չափածոյին կամ այդպես։ Չէ, եկեք չխառնենք իրար էլի, խնդրում եմ, եկեք չխառնենք։ Ինչպես են դիմում ձեզ։ Այն տղամարդիկ, որոնք ունեն թագավորների անուններ, օրինակ Լևոն, Տիգրան, Արշակ եւ այլն, նրանց անվանում ենք թագավորս։ Լավ, այդ տղամարդկան, հա, բայց ընդհանրապես կարելի սիրելի մարդու անուն այնպես ասել, որ այդ րոպեին ամբողջ ջերմությունը զգա էլի։ Այ ոնց եք ասում, մի հատ օրինակ բերեք, խնդրում եմ։ Ասենք, ես։ Հա, դու։ Դու անուն ասեք, որ ես բերեմ։ Ոնց, դուք չունեք որևէ մտերիմ մարդ, ում փաղաքշական եք ավելի դիմում։ Դա կարող է ընկեր լինել, ընկերուհի։ Ահա, թորներից ասում եմ Գորս, Դարիկս, Դավիթս, Գյուծազուն Դավիթս, այսպես էլի կարելի ասել, կամ Լևոնս, այսպես կարելի ասել, որպեսզի շոյվեն տղամարդիկ։ Իսկ ընկերուհիներին տարբեր քաղցր բառերով կարելի քույրս, հարազատս, սիրելիս, ամենալավս, տղամարդկանց է կարելի ասել, իմ ամենալավը, միակս, իմ սիրո արքա, շատ բառեր կան, պարզապես պետք է դրանք ջոկել, զանազանել, բայց ես չեմ սիրում, որ մականուններ են տալի, հատվական անուններ, դրանք մի քիչ լավ չեն,
Լավ։ ու դիմենք պոետիկ ձևով մեր սիրելիներին, բանաստեղծությամբ բոլորին։ Ոնց ասեք։ Ոնց ասեք, շնորհակալություն ձեր տարբերակների համար։ Ասիա անունով ընկերուհի դու ունես։ Չէ։ Այ եթե ուններ Ասիային ինչպես կդիմեիր։ Ասիա Վասիա։ Ոչ, Ասիոլս։ Մի արա, Նման մի բան։ մի արա։ Ես մտածեցի երկար եւ ուրիշ տարբերակ։ Ես ուզում եմ սիրելի ռադիո լսողներ, որ մի քիչ էլ նաև ներկայացնեք տարբերակներ, որոնք մի քիչ հումորային են։ Օրինակ, այ ինչու են հայերը ռադիոսոն ասում թակավորս, թագավորս ասում։ Թագավոր։ Կամ կներեք էլի եթերային չի, բայց ասեմ թակավոր աղբեր։ Ну դե չէ, բայց թագավորը շեշտի։ Գյով, հա, պիտի գյով ասենք։ Ինչու են այդպես ասում։ Ինչու, չգիտեմ, ասողը ես չեմ, ախր բացարձակ իմ խոսույթում նման տարբերակներ չկան։ Այստեղ Կարինե Մկրտչյանն ասում է սիրում եմ ձեզ ու մաղթում գեղեցիկը, շնորհակալություն, բայց եկեք չշեղվենք թեմայից, ձեր ընկերներին, մտերիմներին ինչպես եք դուք դիմում, նույնիսկ երբ ուզում եք ժպիտ առաջանա, թեկուս հումորային տարբերակով, գրեք, զանգահարեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է եւ իհարկե on-line հարթակներում մեզ կարող եք դիտել Facebook-ում գրում եք Հայատար Հայաստանի հանրային ռադիո, եթե դեռ չեք միացել, այնտեղ live գործարկված է, կարող եք մեզ այնտեղ էլ գրել։ Ես սպասում ենք ձեր օրիգինալ տարբերակներին, որովհետև հաճախ այդ օրիգինալ տարբերակներն են, չէ՞, ժպիտ առաջացնում ու ինչ որ առումով նաև հաճախ ավելի լավ են բնութագրում այդ օրիգինալ տարբերակները, քան օրինակ իսկական անունը։ Համաձայն ես, Տիգրան։ Կայքսի բան, կան մարդիկ ում փաղաքշական տարբերակը անունի ավելի հետաքրքիր է, քան իրականանում։ Իդեպ նաև այստեղ նույն տարբերակով կարող է դիմել մարդը, բայց շեշտադրումն է փոխվում։ Օրինակ Տիգրանը երբ ուրախ ու զվարթ ասում է Լուսիա, երբ ջղայն ասում է Լուսիա, ուզում եմ ասել այստեղ շեշտադրումները եւս շատ տարբեր են։ Նաև ունենք երգեր։ Մի արա, այս որ երգն ես ընտրել Տիգրան։ Ջանս։ Ջանս տարբերակն ենք լսում։ Ընտրեմ։ Այո։ Հիշեցինք այս երգը, այսպես երգել ունենք Պաստորեն Ջանս, այո, Ջանս։ Իդեպ այստեղ շատ ակտիվացել են on-line հարթակում եւս, բայց գրառումները կկարդամ րոպեներանց, որովհետեւ ունենք զանգ եւ ողջունում ենք ռադիո լսողներին։ Բարի լույս ունկնդիր։ Բարի լույս։ Տեսեք ինչ ռիթմերի տակ ենք ձեզ ողջունում։ Հաստատորտի ձեզ ես ողջունում եմ ձեզ հաղորդումը շատ լավն է։ Շնորհակալություն։ Ես արդեն 72 տարեկան եմ, իմ կինս մի տարուց ավել է, թողել է ինձ արդեն երկինգա գնացել։ Ինքը ինձ դիմում էր լուսնյակ էր ասում։ Ինչու՞։ Իր աշկերը չէր տեսնում։ Վայ, հա։ Տարիներին, հա։ Այդպես ես է իրան պահում ու ինքը ինձ լուսնյակ էր ասում, հա։ Թե իր լույսն էիք դուք փաստացի։ Ես էլ իրան աչոն էի ասում փոքրս 13 տարեկանից ծանոթ ենք եղել, ես 16 եմ եղել, ինքը 13, իր հասարակական անունը Աչոն էր, իր անունը Իզաբելլա էր, բայց Աչոն էինք ասում, փոքրս Աչոն եմ ասել, տենց Աչոն եմ մնում էր։ Հասկացա։ Հետաքրքիր Ինչ հաճելի է, որ ձեզ գցեցինք հաճելի հիշողությունների գիրկը։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն։ Ընդմիջենք մեր քաղցր զրույցը մարզական մեկ լուրով, որից հետո իսկ կարող եք արդամ քանի թեման կարգ է շատ արագ ասեմ, հետո կշարունակենք։
Սիրում են մեզ ու մաղթում է գեղեցիկը Կարինե Մկրտչյանը, Գագիկ Գրիգորյանն ասում է շնորհակալություն, լավն եք շատ։ Իսկ Գայանե Այվազբալյանը տարբերակ է առաջարկում, ինչպես է դիմում կամ պետք դիմել։ Դիմոյ կոճիկ։ Կարինե Մկրտչյանն էլ ասում է, որ ինձ շատ բնութագրական է ժպտերեսիկ լուսնյակ տարբերակը, շնորհակալություն։ Դուք ինձ ջղային չեք տեսել։ Այո, դե համապատասխան մարդուն պետք է հարցնել, որպեսզի Ով տեսել է ջղային։ Ինչևէ, մարզական լուր ունեմ ձեռքի տակ, ներկայացնեմ, որից հետո կզրուցենք ռադիոլսովի հետ։ Դե լավ, սպասենք մեկ Ինչպես չներկայացնել հաղթական լուրը։ Խառամենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Մոսկվայում մասնակցեց Jiu-Jitsu-ի ACBGG 20 մրցաշարին եւ նա պարտության մատնեց ռուսաստանցի Մեհդի Բայդուլաևին։ Հաղթանակ տարավ նաեւ Էդուարդ Վարդանյանը, որի մրցանակը մրցակիցը Յուսուֆ Ռայիսովն էր։ Արի շնորհավոր ենք Արման Ծառուկյանին, նաեւ շնորհավոր ենք, այո։ Նաեւ մեր մյուս մարզիկին Էդուարդ Վարդանյանին եւ բնականաբար հնչեցնենք ծափարություններ։ Այո, միանշանակ։ Սա էլ ծափարությունները շնորհավորում ենք, մաղթում շարունակական բազում հաղթանակներ։ Հիմա էլ սխմենք իհարկե զանգի ձայնը, ողջունենք ռադիոլսողին, ասում ենք բարի լույս։ Բարև ձեզ։ Ձեզ ողջունում եմ ձեզ։ Մենք էլ ձեզ։ Ես ասեմ ձեզ ինչ եմ դիմում, ես իմ տղայի հետ եմ ապրում, ամուսինս ողջ է, էլի։ Աթեն, հա։ Ու ես իրանին դիմում, իր անունը Երվանդ, ասեմ Երվանդուլիկ ջան, կյանքս, արևս, լուսինս, հրեշտակս։ Մի քիչ երկար է, բայց լավ է։ Շատ լավն է, այո։ Շնորհակալություն։ Ասեք, որ նմանատիպ տարբերակներն ավելի են ջերմացնում հարաբերությունները։ Այո, իրոք ինքը շատ լավն է։ Ահա, շնորհակալություն, շնորհակալություն։ Այստեղ շարունակում են մեզ գրել ռադիոլսողները, ակտիվացաք դուք վերջապես, շատ հաճելի է։ Գայանե Այվազբալյանը շարունակում է, ասում է դու իմ սրտում սիրար քա։ Եվ իդեպ նրանք արդեն սկսել են ռադիոլսողները միմյանց հետ շփվել ու Գագիկ Բաբուջյանի Սիրեմ գ բոլորիդ արտահայտությանը արձագանքել է ու ասում է Սիրեմ գ Բաբուջներդ։ Վայ։ Այո, այսպիսի սիրառատ տեքստեր ենք տեսնում մեր լայվի տակ։ Օլյա Սահակյանն ասում է իմ ամուսինը հազվադեպ էր դիմում անունով, ասում էր կրասավիցե, ինձ սուրճ կտաս, աղջիկներս ասում են մամուլիկ։ Այսպիսի հետաքրքիր դեր ունենք ժամանակ 55:37 կարող շարունակել զանգարել մեզ, իսկ ես ուզում այս պայն անդրադառնալ Forbes-ի ցուցակին, այնտեղ եւս մեկ անուն է ավելացել, այս անգամ կինոաշխարհից հայտնի ներկայացուցիչ համալրել է Forbes-ի միլիարդատերերի ցուցակը։ Խոսքը Ջեյմս Քեմերոնի մասին է, ում ֆիլմերը նրան այժմ բերում են ոչ միայն ճանաչում, այլև $1 միլիարդ։ 71-ամյա ռեժիսորը, որը հայտնի է իր բլոկբաստերներով, պաշտոնապես դարձել է միլիարդատեր ըստ Forbes-ի։ Նրա զուտ կարողությունը գնահատվում է $1.1 միլիարդ, ինչը Քեմերոնին դարձնում է 5-րդ կինոռեժիսորը, որը միանում է էլիտար ակումբին, միանալով Ջորջ Լուկասին, Սթիվեն Սպիլբերգին, Փիթեր Ջեքսոնին եւ Թայլեր Փերին։ Հետաքրքիր է, որ Քեմերոնը միակ ռեժիսորն է, որը իր կարողության մեծ մասը վաստակել է հենց իր ֆիլմերից։ Նրա ֆիլմերի ընդհանուր եկամուտներն ամբողջ աշխարհում գերազանցում են $9 միլիարդ։ Եվ այստեղ հատկանշական է պետք է նշենք միլիարդատիրոջ կարգավիճակը հատկապես արդիական է իհարկե Քեմերոնի նոր ավատար կրակ եւ մոխիր ֆիլմի պրեմիերայից առաջ Forbes-ը կանխատեսում է, որ ֆիլմը եւս կբերի առնվազն $200 միլիոն հարկերից եւ վճարներից առաջ, եթե կինովարձույթի սպասումներն արդարանան, իսկ դուք գիտեք, որ ավատարի առաջին եւ երկրորդ ֆիլմերը մեծ հաջողություններ են բերել նաեւ ռեժիսորին եւ ավատարը կարծես նոր խոսք էր էլի հոլիվուդյան աշխարհի համար նոր ոճեր ֆիլմերի արտադրության մասով եւս։ Ինչպես ասում են, մարդը հալալ կրտինքով դարձել է միլիարդատեր։ Իշտ աղանդով ես կասեի, այո։ Սա եւս շատ կարևոր է։ Մենք շարունակում ենք դեռ հարգելի ռադիոլսողներ, քիչ ժամանակ ունենք, այնպես որ շտապեք զանգարել եւ ասել ինչպես եք դիմում ձեր մտերիմներին։ Սեր աղջիկներ, սիրո երգ է հովը սուլում, որ իմ սրտին ասի ջանգյոլում
Լեռները պարեն պարում Երջանկություն ու սեր արարում Սիրահարված զույգերի սրտերը ջահել Երազանքի հետ սեր են պահել Որ սիրո հուրը վարվի Երազանքը սրտի կատակվի Սիրտս համբուրից օրորվի Քո մի շապիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Սիրուն Հայաստանի Քո մի շապիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Իմ սիրուն Հայաստանի Քո մի շպիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Սիրուն Հայաստանի Քո մի շպիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Իմ սիրուն Հայաստանի Քո մի շպիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Սիրուն Հայաստանի Քո մի շպիտը քաղցր Հերիք է որ տանի Ինձ ամպերից էլ բարձր Իմ սիրուն Հայաստանի Սուրճ ու սեր առավոտից։ Մեզ մնացել են հաշված րոպեներ, մինչ Այո։ այսօրվա դեկտեմբերի 18-ի եթերի ավարտը եւ Ահա։ մենք դեռ կզրուցենք։ Իդեպ շարունակում են գրել մեր ռադիոլսողները Ծովինար Գևորգյանն ասում է ես դիմում եմ իմ սիրելի անփոխարինելի հաղորդավարներ ասում է իսկ լուսահոգի իր ամուսնուն դիմում էր Միսակ էր անունը Միշ ջան դուստրերին էլ ասում է Լուս ջան Զարուլես տեսնում ես փաղաքշական ոնց է փոխվում Գագիկ Գրիգորյանն ասում է բարի լույս ոնց իմ ամուսին հա Գագիկի անունով է գրում օկտատերը գրողը իգական սերի ներկայացուցիչ է դրա համար այսպես ասում եմ բարի լույս իմ ամուսինը թմբլիկ է եւ ունի վարդակույն թշեր եւ ես երբեմն նրան ասում եմ պոնչիկս իսկ աղջկաս լույսս Մարիա Վիոլետան ասում է իմ հերավոր բարեկամին դիմում եմ իմ երկինք իմ ջերմ արև անունով Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս առավոտվա էներգիներ ջան ասում է իր աղջկա անունը Յանինա է եւ նա ասում է իմ Աչյան հա ճիշտ եմ հասկանում Միգուցե բայց դու հայերեն են գրել չէ հայերեն է գրել բայց դու նկատել ես հենց ուզում են ինչ որ փաղաքշական ու լավ բան ասեն ասում են լույսս լույս ջան Էգոն էր շոյվեց էլի ճիշտ է ինքնագնահատականի խնդիր չունե բայց այդուհանդերձ շոյվում է Էգոն Դե ինչ օրը դեռ արժևում եմ թող դեկտեմբերի 18-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը եւ բաց մի թողեք այո ձեր սիրելիին ձեր մտերիմին գեղեցիկ փաղաքշական սիրտը ականջը շոյող խոսքերով դիմել Այո սիրելիս թեկուս հենց այդպես հարգելի պաշտելի սիրելիս մենք էլ ձեզ ենք դիմում հիմա այս պահին հարգելի սիրելի պաշտելի անփոխարինելի ռադիոլսողներ ջան Շնորհակալ ենք, որ այս առավոտ եւս մեզ հետ եք, որոշ խառնաշփոթի համար կներեք, ավել պակասի համար, ուղիղ եթեր է, ի վերջո։ Ձեզ մաղթում ենք ջերմ օր, անկախ եղանակից, պետք է հաշվի առնենք, որ ձմռանը ցուրտ է լինում եւ պետք չէ ակնկալել, որ տաք է լինելու։ Իսկապես ջերմություն ենք մաղթում, իսկ այդ ջերմությունը դուք եք ստեղծում, տաքություն է։ Մի խոսքով ջերմություն փոխանցեք ձեր մտերիմներին, հարազատներին ու սիրելիներին, անկեղծ ժպիտով, ջերմությամբ եւ իհարկե անկեղծ աչքերով։ Կհանդիպենք վաղը, մնացեք հանրային ռադիոյի հետ։ Cross
much I gotta hide. You wanna take me up, right? Wanna dance instead? Get you out of my head. This is getting so